Սկսում ենք։ Նույնիսկ զինվորին այսքան չսպասում եմ որ Ողջույն հայեցին, ասում եմ որ լավ եք այս օրերին։ Ես վաղուց վիդեո չէի նկարել, որովհետև շատ զբաղված էի, բայց որոշեցի, որ պետքա նկարեմ, որովհետև վաղուց էի ուզում այս թեմայով խոսել ու այսօր ոնց որ այդ օրն է։ Եթե իրոք ուզում ես ինձ տեսնես, եթե ուզում ես, որ ես հաճախակի վիդեոներ նկարեմ, մեկնաբանություններում ինձ կաջակցություն ցույց տուր, որպեսզի ես տեսնեմ, ոգևորվեմ ու ավելի շատ նկարեմ վիդեոներ, կատած կլինեք իմ բրեկետների գեղեցկությունը։ Դե ինչ, այսօր ուզում եմ խոսեմ առողջության մասին, հատկապես ատամների առողջության մասին։ Ու ինչ եմ ուզում ասեմ, ինչ է ատամի կծվածքի խախտումը։ Ուրեմն ես ունեմ ատամի կծվածքի խախտում։ Երբ որ մարդ ունենում ատամի կծվածքի խախտում, պատկերացրեք, այս ատամները այս ձևով են, պետք է իրար վրա նստեն, որ համակարգը, ոնց է լինում, որ համակարգը չխափանվի, նորմալ աշխատի, ատամները պետք է նորմալ այս դիրքով լինեն։ Իմ դեպքում այսենց ինչ-որ վիճակ էր, ու ատամները անընդհատ որ ուտելիքը ծամում եք, կամ սխալ է ծամվում, դա սխալ է նաև ստամոքսի համար է վատ, որովհետև մինչև վերջ չմարսված ուտելիք է գնում, չծամված ուտելիք է գնում օրգանիզմ ու դա իր առողջական խնդիրներն է առաջացնում։ Ու պլյուս դրան ատամները, քանի որ իրանք իրանց տեղում չեն, իրանք սկսում են խախտվել, այսինքն ծանրությունը սխալ տեղ է ընկնում ատամի վրա, չէ՞ որ ասենք մեր սեղանի ատամները պետք է պատասխանատու են հենց ծամելու, ուտելիքը մարացնելու համար։ Ու երբ որ մեր մոտ սխալ է լինում, այդ ամեն ինչ խախտվում է ու հանգեցնում է ատամների ժամանակից շուտ կորստի, որպեսզի այդ ամեն ինչը կանխարգելվի, այնքան շուտ, այդքան լավ, պետքա բրեկետ դրվի ու հետո արդեն եթե պետքա կապա պետքա դրվի, իսկ ինչա կապան ես մյուս վիդեոյում ավելի մանրամասն կասեմ, որովհետև ես էլ դա պետքա դնեմ ու հետո եթե կարիք կա վինիրներ, որ մի խոսքով հագին գործ կանելու ատամի հետ կապված, բայց այդ ներդրումը հավատացեք առողջության համար շատ կարևոր է ու շատ պետքական ու պետք չի դրա վրա ժլատություն անել, որովհետև հետո կրկնակի ու եռակի ավելի շատ կվճարեք ու պետք չի։ Հիմա ուզում եմ ասել, ոնց պատմությունը սկսվեց, ուրեմն անդադ հետաձգելով, անդադ ասում էի վայ հիմա դնեմ, ստացվում էր այնպես, որ անդադ չէր ստացվում, որ ես կարողանայի գնայի դնեի բրեկետներս։ Ու մինչև այդ ես երևի YouTube-ում ինչքան վիդեո կա, ես այդ ամեն ինչը նայել էի։ Ու իմ համար այլ նոր բան չկար բրեկետների մասին։ Այդ ամեն մի ինֆորմացիան ես սիրում եմ մի բան անելուց առաջ լավ հետազոտել այդ ոլորտը ու ինչը մանավանդ վերաբերում է ատամներին։ Ու այդ ամեն ինչը տեղեկություն ունենալով ես արդեն վայ սենց ինձ կոփում էի, վայ պետք է հոգեբանորեն պատրաստ լինեմ, որ գնամ դնեմ այդ ամեն ինչը խնդիր է լինելու, ասելնելու, բայց նախ մինչև այդ ինչ արեցինք։ Իմ իմաստության ատամները ես հանեցի ու այդ ամենամեծ խնդիրն էր։ Այդ մի հատ առանձին պատմություն է, որովհետև ստացվեց այնպես, որ իմ իմաստության ատամները ավելի լավ դուրս եկան, բայց անպետք էին ավելի շատ, քան թե իմ հիմնական ատամները, ցավոք սրտի, բայց պետք էր անել ու այս մի կողմս ավելի հեշտ բուժվեց, այսինքն հետ հանելու շրջանը ավելի հեշտ տարա, բայց այդ հանելու process-ը մի քիչ դաժան էր, որտեղ անդադ դուրս չէին գալիս, իսկ այս մեկը ավելի շատ հեշտ հանեցին, բայց բորբոքումներ եղան հանելուց հետո
ու քիչ դժվար տարա այդ ամեն ինչը որոշել եմ որ պետք էր հանել այդ նոր բրեկետ դնել որ ավելի խնդիրներ չլինեին ուզում եմ ասեմ առաջինը որ ես ինձ ինչ հիշում եմ միշտ ես ունեցել եմ ատամների այդ խնդիրներ միշտ այդ գիտեմ ինձ ուղեկցող խնդիր է միշտ եղել ու երևի է որ ատամնաբուժարանում ես արդեն գրանցում ունեմ այնքան շատ եմ այցելել ու այնքան այդ ամեն ինչից տեղյակ այնքան տեղեկություն ունեմ այդ ամեն ինչից որ ինձ թվում է որ ես գրամ ատամնաբուժարան ես կարող ասեմ ես էլ ինքս ինձ ատամներս պլոմբեմ որտեղ արդեն ամեն ինչ գիտեմ դրա մասին ու այնպես ստացվեց որ իմ այս Ժանիկը այս Ժանիկը ինքը առաջացավ ատամից նորմալ այսինքն իմ կցվածքը նորմալ չստացվեց ու իմ ատամը տես ցից դուրս եկավ ու եւ ես հիշում եմ երբ որ ես գնացել էի միտեղ ինչ որ բժշկի ու իրանք ուզում էին հեռացնեին իմ ատամը ու ես հիմա այնքան ուրախ եմ որ ես մտածեցի որ չէ պետք չի էլի ամեն դեպքում ատամը ու մինչև այդ ես մինչև գնալը գնում էի տարի 1 ինչ-որ ստուգման որը անվճար էր երեխաների համար միշտ ինձ հիշում եմ որ բժիշկս ասում էր միշտ լավ չես լվանում ատամներդ դու լավ չես լվանում ատամներդ ու ես տեսակ sense ասում եմ լավ բայց այդ լավ չէր պաստորեն եկավ ու տարի այդ ամեն ինչը հանգեցրեց լուրջ խնդիրների ու ատամներից որակը այդքան էլ լավը չի էլի գենետիկորեն եկել է ինձ ոչ որակով ատամ բայց իհարկե ամեն ինչը կարելի է ուղղել, շտկել ու հատկապես այդ ամեն ինչը պետք է անել վաղ, քանի դեռ շատ ուշ չի։ Ես հիմա եմ 24 տարեկանում եմ դրել, բայց 23-ում եմ դրել, 24 տարեկանում բուժումը ընթանում է, բայց եթե ինձ հարցնեն, ես կասեի, որ ես ավելի լավ 17, 16, 18 մինչև ամենաշատը տարիքներում դնեի, որովհետև հետո ինչքան մեծանում ես, այդքան ինչ-որ, չգիտեմ, շրջապատ, միջավայր, աշխատել, չգիտեմ, ինչ-որ համալսարանում թեկուզ ուշադրությունը անկախ բոլորից, անկախ ամեն ինչից ուշադրությունը դեմքի տարինում ու հատկապես ատամներին։ Ու այն մարդիկ, ովքեր նեղվում են բրեկետներից, իրանց մոտ ավելի մեծ կոմպլեքսներ կարող են առաջանալ։ Ինձ մոտ իմ դեպքում ես այդքան չեմ նեղվում, ես ավելի շատ եմ սկսել ժպտալ բրեկետներ դնելուց հետո, ու ես իրան այնքան եմ սովոր, որ հիմա չգիտեմ առանց իրանց ես չեմ էլ պատկերացնում էլի ոնց է լինելու, որովհետև շատ հեշտ հարմարվեցի ու իրանք իմն են, հայ ինձ են դարձել են շատ հարմարավետ ու իմ կյանքի անբաժան մասն են դարձել։ Ու այդ ամեն ինչից հետո ես էլի տենց, չգիտեմ, էլի այդ պրոցեսը հետաձգվեց, ես հիշում եմ մայիսին էի հանել ու այդ բորբոքումներ մինչև վերքերը լավանային ու ես էլի սպասողական արդեն եմ, որ ամբերությանս բաժակը լցված, ասում եմ, չէ, էլի ուզում եմ գնամ, դնեմ, մի խոսքով հետաձգեցինք հոկտեմբերի 1-ից, արդեն 7 ամիս է, ես դրել եմ բրեկետ ու իմ համար ես ճիշտ է շատ ուշացրած վիճակ էր ինձ մոտ, բայց երևի է դեռ պետք, որովհետև 25 տարեկանում ոսկորի աճը մարդու կանգնում է ու երևի ավելի լավ էր ուշ, քան ավելի ուշ, որովհետև եթե հետո դնեի կարող է արդեն ավելի մեծ խնդիրներ լինեին։ Մի խոսքով ուզում եմ պատմությունը պատմեմ այդ բրեկետ դնելու այդ ամենի պրոցեսի։ Բայց սա կլինի որպես առաջին մաս, որովհետև ես դեռ վերևի հատվածն եմ դրել, վերևի ատամնաշարից վրա եմ դեռ դրել բրեկետը, երբ որ երկրորդ հատվածը լինի, արդեն
կխոսեմ ամբողջապես բրեկետները դնելու մասին ու ավելի շատ տեղեկություններ կտամ, որովհետև իրոք տիրապետում եմ լիքը ինֆորմացիայի այս ոլորտում արդեն։ Մի խոսքով, բոլոր վիդեոները ես նայել էի, երևի ռուսական լիքը, չգիտեմ տարբեր, մի խոսքով, լիքը վիդեոներ, որ հեսա բայ ցավալու, բոլորը հիմնականում ասում են բայ դնելը ցավը չի, բայց հետո մի քանի ժամ հետո, մի քանի օրից արդեն ահա որ սենց մզում ահա չես կարողանում ինչ-որ բան ուտես, ոչ մի չես խոսում, ասում էի իմ համար արդեն մեկ է, այնքան որ ես գնամ դնեմ այդ բրեկետը, վերջապես ես ատամներիս առողջության համար ներդրում կատարեմ ու դնեմ, որ հետո ավելի լավ լինի։ Տեսնում եք ինչ բնական միջավայրում ենք ագրավի հետ։ Ահա մոռացա ասեմ ձեզ ակնոցով, հայ ես ակնոց եմ գրում, այս անգամ սենց տնային հանգիստ հավես վիճակ, մի խոսքով այդ օր եկավ, երևի ատամնաբուժարանում միակ երջանիկ մարդ է, որ դուք ինձ տեսնեք, երևի կմտածեիք, այս մարդը գնում է այդտեղ հանգիստ ստանալու, սենց պաստորկի մեջ է, սենց հանգիստ ուրախ երջանիկ, ու գնացի դնելու այդ ամեն պրոցեսի ես նկարել եմ, հիմա կտեսնեք, ու այդ որ ես սենց գնում եմ բանների նկարելու, սենց կողքից բոլորը ատամնաբույժն էլ, ավտոդոնտն էլ, այս աղջիկ ինչ անում, ես ինչ անում, ինչի ան նկարում, ինչ էլի, ինչ, բայց այդ ամեն ինչը իհարկե վերջապես, այսքան ամիս հետո օգտակար լինելու համար է արվել, ու որպես ուշ իհարկե, որ դոպոս է, մի խոսքով, գնացինք ու պետք է ասեմ ձեզ, որ դնելուց հետո այդ ամենալավ վիճակն է, որ երևի կյանքում երկու անգամ է լինում, վերևի ատամները դնելուց, մեկ էլ ատամներին դնելուց և ներքևի ատամներին դնելուց, երբ որ այդ սարքը որ կա, մեծացնում է ձեր բերանը, որպեսզի ավելի հարմար լինի, որ բրեկետը դնեն, ու երբ որ այդ ամեն ինչը արդեն դուրս է գալիս, կտեսնեք, ու իմ սենց երջանիկ վիճակը, որ հետաքրքիր է ոնց կլինի, ու իմ սենց ժպիտը, ու իմ երջանկությունը, որ տեսնեք, կողքից բոլորը նայում են, ու այս աղջիկ ես բրեկետում եմ սենց ուրախանում են, ու հա, որովհետև այդ ամեն ինչ իմ համար շատ սպասված էր։ Ու խոսքով դնելուց հետո բացարձակ ես ինչ-որ անհարմարավետություն չեմ զգացել, մենակ զգում էի, որ իմ մոտ ինչ-որ բերանուս մեջ ինչ-որ համակարգ կա, նոր երկաթային համակարգ, վերջ, մի թեթև հաջորդ օրն է, ինչ-որ տենց թեթև տենց նվացել, բայց ընդհանուր առմամբ իմ մոտ սենց վիճակ էր, որ չէր, ոչ մի բան չեղավ, այդ ցավոտ չէր, ոչ մի ատամ չէր ցավում, ու մենակ կարող եմ ասեմ, որ ամիսը մեկը ձգելուց, այդ առաջին օրն է, որ քիչ տենց ձիգ են ատամները, պետք է մի քիչ զգույշ լինել, բայց մնացած օրերը ոնց որ սովորական բան, ոչ մի արտարած բան չեք զգում, ու առաջին օրերը ինձ ասում են չի կարելի ինչ-որ խնձոր ուտել, տենց փափուկ բաներ պետք է ուտես, իսկ ես կերել եմ խնձոր երկրորդ օրը, ճիշտ է պետք չի, չեմ խորհուրդ տալիս, բայց կերել եմ, չիպսել, ծամոնել եմ, ծամել, ուղղակի պետք էր զգույշ լինել, հա, որ այսքան բրեկետի վրա չլինի, հա, զգուշորեն ուտել, որ հանկարծ չփոկվի, մանավանդ սկզբի օրերը, որովհետև ինքը սոսնձով է կպնում, ու ցանկալի չի, որ անիմաստ փոկվի։ Մի խոսքով, շատ հարմար, շատ հանգիստ, շատ հեշտ ադապտացվեցի, ոչ մի խնդիր, ուղղակի ժպտալուց եմ, որ տեսնում էի այս հատվածս դեռ չեն դրել, այս մեկը ժանիքի վրա, բայց շուտով արդեն պիտի դնենք, դրած պետք է լինենք, ուղղակի այս կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ եղան, մի ամիս համարյա հետաձգվում է, բայց մյուս անգամ արդեն ամբողջությամբ այդ պատմություններ կպատմեմ, ոնց է ընթանում ժանիքի հետ կապված,
ու ես երևի այդքան հարց ոչ մեկ չի տալիս, ինչքան ես ատամնաբուժարան եմ բոլորին։ Ինձ ամեն ինչ հետաքրքիր էր այդ ոլորտում, ռեզինները ոնց են փոխում, լարը, ես գիտեի ամեն անգամ նոր լար ա լինում, բայց չա։ Նույն լարն ա փոխվում, սկզբում ինձ դեղին ու կարմիր գույնի ռեզիններ էին դրել, երջանիկ վիճակ էր, ու որ վերջապես ասում ես արդյունքը զգում եմ։ Ես նույնիսկ այս 6 ամսվա մեջ իմ մոտ ատամներս այսպես էին իրար վրա ու իմ արդեն առանձնացված են ու ես տեսնում եմ իմ ատամնաշարը, որ միշտ այսպես էի անում, այսպես փակում էի, որ տեսնեմ ինչ իդեալական ժպիտ ես կունենամ, էլի որ ես նորմալ լինի ատամը։ Մի խոսքով ինքը շատ գործ է պահանջում ու սա դեռ վերջնական էտապն էլ չի, որովհետև ուղղելուց հետո նոր կարող եմ նորմալ սարքեմ։ Ու չմոռանամ ասել, որ ես բրեկետը դնելուց առաջ էլի իմ ատամները սարքել եմ, այսինքն կային էլի խնդիրներ, որոնք որ հնարավոր էր սարքել, բժշկիս հետ սարքեցինք, այսինքն բժիշկը սարքեց, հա։ Ու այդ ամեն ինչ խնդիրները վերացրինք, որ հեշտ էին ավելի, որովհետև երբ որ բրեկետ է դրվում ատամի վրա, ատամը արդեն ավելի պետք է խնամք, հա, մեծ պահանջում ու պետք է ավելի շատ ուշադրություն դարձնես ու հավանականությունը ավելի մեծ է, որ կփչանա, որովհետև մանրէներ են հավաքվում, ուտելիքի մնացորդներ, դա ամեն ինչը ժամանակատար է։ Ու մի խոսքով այդ ամեն ինչը դնելուց հետո շատ հանգիստ, ոչ մի ինչ-որ դիսկոմֆորտ, ասում էին պետք է այդի ներսի հատվածը ցավում է, չգիտեմ շուրթերի այս ներսի հատվածը պետք է ոսկ դնի, որ ցավը մեղմացնի եւ այլն, ես վախորած էսա լինելու այդ ամեն ինչը վախենում եմ, սպասում էի էլի վախով, ոնց որ չէ, ոչ մի բան էլ չկա։ Ու այն կլինիկայում, որտեղ որ ես սարքում եմ, դրել եմ իմ բրեկետները, ես ճիշտ է կոնտրաստային կարծիքներ եմ լսում, բայց ես մինչև հիմա գոհ եմ դեռ արդյունքից, հա, գոհ եմ։ Նորմալ է ամեն ինչ ընդհանուր առմամբ։ Հիմա ես համ ուզում եմ ասեմ ինչ խնամք է պահանջում բրեկետը։ Ну, այս ամեն ինչը մինիմումն է, հա։ Սկսենք խոզանակից, ուրեմն ատամի խոզանակը պետք է լինի ոչ կոպիտ, տեսեք, ինքը հատուկ այս մազիկները արած են, որ բրեկետի վրայով ինքը սահուն անցնի, դեղատանը կարող եք ասել հենց բրեկետի խոզանակ, որպեսզի տանձես, որպեսզի խնդիրներ չառաջացնի ատամները մաքրելուց եւ անպայման օգտագործում եք խոտաբույսերով հարուստ ատամի մածուկ, որը բաղկացած է խոտաբույսերից, որովհետեւ դա լենդերի համար ինչ-որ ակրոսկայա լինում, որպեսզի լենդերը ավելի հանգիստ լինեն, խնդիր չառաջանա, դրա համար խոտաբույսերով իհարկե չենք մոռանում, մանավանդ, չգիտեմ, այն մարդիկ, ովքեր ատամների խնդիր չունեն, ատամների հետ կապված խնդիր չունեն, իրանք միշտ մոռանում են, նույնիսկ չգիտեն էլ թե ինչ ատամնաթել է։ Ատամնաթելը շատ կարևոր բան է, շատ, ու ցանկալի է իրան համարյա ամեն օր անել, այսինքն ինչ պետք է անել, թելը մանավանդ բրեկետի դեպքում, որը շատ խիստ խնամք է պահանջում, թելով անցկացնեք ամեն անգամ ատամի երկու ատամների արանքը, հա, մաքրեք, որպեսզի ուտելիքի մնացորդները, որ կուտակվում են այդտեղ, դուրս գան ու չփչացնեն ձեր ատամները։ Ու իհարկե խնամքի հետ կապված ուզում եմ ասեմ, որ լուրջ խնամք է պահանջում ամեն անգամ ուտելուց հետո, որ իմ մոտ սկզբում իմ համար այդ ամեն ինչ մի քիչ դժոխք էր, որ ամեն ուտելուց հետո դու պետք է լվանաս ատամդ ամեն անգամ, որ էլի պիտի գնամ, բայց դե առողջության համար պետք է։ Չեմ խաբի ու չեմ ասի, որ ես ամեն անգամ տենց լվանում եմ, լինում է դեպքեր, որ ժամանակ լինում է դեպքեր, որ հավես չեմ ունենում, լինում է դեպքեր, որ դրա համար հաց չէի ուտում առաջ,
որովհետև գիտե որ դրանց հետո պետք է լվանա։ Ու իհարկե այս տիպի ёրշիկ Ёրշիկները տարբեր չափսերի են լինում, տարբեր երկարության, տարբեր լայնության, իրանք նախատեսված են բրեկետի արանքները, որոնք որ խոզանակը անզորը լավ մաքրի, դրանք մաքրելու համար ու ցանկալի է իրան ամեն օր օգտագործել։ Այսա ամեն օր օգտագործում եմ, ամեն առավոտ ու երեկո լվանալուց հետո այդ վրայով անցնում եմ, որպեսզի ամուսնեմ, որ ուտելիքի մնացորդ չկա։ Իհարկե մեզ էլի բաներ են պետք, ես հույս ունեմ, որ մյուս անգամ նկարելուց կունենամ մնացած սարքերը, որովհետև ինքը շատ հետաքրքիր է ու չգիտեմ, տեղեկություն է տալիս ու խորանում ես այդ ամեն ինչի մեջ ու չգիտեմ, լիքը խորը մանր նյուանսներ կան, բայց այս ամեն ինչի եթե դուք պահեք, ինձ թվում է խնդիրներ չեն լինի ու ես ինչ եմ ուզում ասել, ես ինչի եմ մտածում, որ իմ մոտ խնդիրներ չեղան, իսկն ցավ չեղավ, որովհետև իմ էմալը բարակ է, թույլ, իմ ատամները այդքան ու երևի ուժեղ չէին, ես տենց եմ մտածում, չգիտեմ, միգուցե որ դրել են, այսինքն եթե ուժեղ ատամներ ունենայի, ամուր կարող է դրա համար ինքը տեղաշարժում է, ամուր ատամը ցավ կարող է զգայի, քանի որ իմը այդքան էլ ուժեղ չեն, երևի դրա համար այդքան տենց բացարձակ ցավը չէր, չգիտեմ ներքևի ատամներին, երբ որ դնեմ ոնց կլինի, կտեսնենք, բայց ամեն դեպքում մինչև այժմ այսքան է իմ տեղեկությունները, այսքան է իմ գիտելիքը բրեկետի մասին, բայց էլի բաներ ունեմ շատ պատմելու, ուզում եմ ասեմ, էլի շատ բաներ ունեմ պատմելու, ուզում եմ ասեմ ձեզ, որ հետևեք ձեր առողջությանը, խնդրում եմ ձեզ այդ պնդուկները, պոպուկները, չգիտեմ, տեսնում եմ, կամ կափարիչը, շշի, բացում են ատամներով, վայ, մի արեք, պահեք ձեր ատամները, հետևեք ձեր առողջությանը, քանի դեռ շուտ է, որովհետև եթե ուշացնում եք, հետո ավելի վատ է լինում, թե ձեր համար, թե ձեր ատամների համար, թե ձեր ֆինանսի համար, որովհետև իրոք գրանցում եք ստանում ատամնաբուժարանում երկար ժամանակով։ Հիմա կտեսնեք դուք վիդեոն, թե ոնց եմ գնացել, ոնց է ընթացել այդ պրոցեսը, շնորհակալ եմ, եթե հավանեցիք, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում ու ասեք օգտակար էր թե չէ, որովհետև ես ուզում եմ նաև մաս երկրորդը նկարեմ, որովհետև էլի դեռ լիքը տեղեկություն կա ասելու։ Հուսով եմ օգնեցի ձեզ այս վիդեոյով, ուզում եմ, որ չվախենաք, ռիսկով գնացեք դրեք, թեկուզ եթե մի քիչ է ցավա, ոչինչ խնդիր չի, հետո այդ ամեն ինչին ժպիտով ծիծաղով եք նայելու ու հիշելու, որովհետև այդ ամեն ինչը ժամանակավոր է ու արժի, հաստատ արժի։ Ու չգիտեմ, ինձ ճանաչողները կարող է ասեն, փաստեն, չգիտեմ, տեսանությունս փոխվել է թե չէ, չգիտեմ։ Ես ոնց այդ խնդիրը առաջացնում, որ այդ համակարգից է ելնելով ոնց խոսում ես, մեկ տենց տարերը լավ չեմ ասում, բայց այդ ինչեղները զգում եմ ես, բայց առաջ էլ էր տենց, առաջ էլի այդ ծառության հաշվին ոնց որ օդ գնար ու սխալ էր գնում, ես միշտ դնելուց առաջ մտածում, ոյ, հեսա թե լոշ եմ խոսալու, վայ, ես չեմ կարողանալու բառեր ասեմ, ճիշտ, հեսա ծիծաղալու եմ իմ վրա, հեսա սենց, բայց թեկուզ և ծիծաղալի լիներ, իմ համար մեկ էր, որովհետև կարևորը այն արդյունքն է, որին ես գնում եմ ու այն արդյունքը, որը ունենալու եմ։ Շնորհակալ եմ վիդեոն նայելու համար, առողջություն բոլորիդ, զինվեք համբերությամբ, կհանդիպենք շուտ։ Գնում ենք բրեկետ դնելու։ Դա
Ինչպես ասա, ինչքան տարիներ կարելի է սպասել։ Նույնիսկ զինվորին այսքան չեն սպասում այն մարդը։ Վերջապես։ Անցել է 2-3 ժամ, հələ որ ցավ չենք զգում, բայց մխոսքով ես շատ լավ եմ զգում այս հրաշալի միջով։ Շատ գեշ է, բայց դուրը գալիս է բրեկետներ, քո դուրը գալիս է։ Շատ